օրինակը առաքյալը բերում է ասում է չի կարող նույն ակունքից աղի եւ քաղցր ջուր դուրս գալ։ Նույն էլ մարդու բերանից չի կարող աղոթք եկեղեցուց դուրս գալ բամբասելով տուն գնալ։ Անհնար է սա։ Չի կարող լինել։ Չի կարող մարդ այստեղ սիրալիր խոսքեր ասել, շրջվել այստեղ անիծել կամ հայոյել։ Այսօր ինչու մեր աղոթները հավաքական, մեր ազգի աղոթները լսելի չեն, որտեվ աղոթքից ավելի շատ մեր շուրթերի վրա հայոյություն կա, բամբասանք կա, չարախոսություն կա, մեկը մյուսին պախարակելու, նվաստացնելու ձգտում կա, չկա օրհնելու մեկը մյուսին։ Մենք խոսում ենք, պետք է աղոթես քո թշնամի համար, սիրես քո թշնամիներին, օրհնես քեզանից օգնես, sense գեղեցիկ ճարեր ենք խոսում, բայց նույն վարկյանի մենք կրկնակի ավելի հակառակն ենք անում։ Ասում ենք սիրում ենք բոլորիդ, բայց ոչ ոքին չենք սիրում։ Մենք մեր նմանին չենք սիրում։ Եվ սա բերում է հայոյություն մեր կյանքի մեջ։ Երբ որ դու արդեն դիմացինիդ խոսքը չես հանդուրժում, դիմացինիդ խոսքը խավար ու տգեղ ես ներկայացնում, քո չարածը լույս ես ներկայացնում, ամենամեծ խնդիրը սկսում է այդտեղից։